հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է շարունակում Երևան լրատվի գլխավոր թողարկումը։ Բարև ձեզ։ Հայաստանում ձևավորվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն, ընդվզում շարժումը պայքարելու է Հայաստանում առկա թանկացումների դեմ։ Այսօր լրագրողների հետ հանդիպանը շարժման հիմնադիր Կարեն Թումանյանը պատմել է իրենց ծրագրերի մասին։ Հայաստանում վերջին մի քանի ամիսների ընթացքում ակտիվացել է քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը։ Քաղաքացիական ընդվզումներին նպաստում են թանկացումները, առանց այդ էլ Հայաստանում աշխատավարձը բավականին քիչ է եւ դրա համեմատ ջրի, գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը պարզապես սոցիալական բեռ է ավելացնում։ Թանկացումները ստիպեցին, որպեսզի Հայաստանում բացվի եւս մեկ շարժում։ Ընդվզում շարժման հիմնադիրն է հրապարակախոս Կարեն Թումանյանը։ Նա փաստում է, որ իր շարժումն արդեն 300 անդամ ունի։ Մեր երկրում ամենաթողությունը, անպատժելիությունը, անկառավարելիությունը արդեն հասնում է աստիճանաբար իր գագաթնակետի։ Ըստ մեր շարժման նախաձեռնող խմբի վիճակը այնքան լուրջ է, որ միայն շարժումները կարող են սատարելով քաղաքական ուժերին, տարբեր ֆորմատի քաղաքական ուժերին հասնել հաջողության։ Ըստ Թումանյանի այսօր Հայաստանում բավականին անկանոն իրավիճակ է ստեղծվել։ Ստացվել է այնպես, որ ժողովուրդը սեփական քրտինքով վճարում է ուրիշների կուտակած պարտքերը։ Ինչ իրավունք ունի որևէ հանձնաժողով որոշի, թե մասնավոր հիմնարկը ճեղքվածք ունի եւ այդ ճեղքվածքը պետք է փակենք ես, դուք եւ մնացածը։ Ինչու մենք վատ կառավարման պատճառով մենք տուժենք։ Ընդվզում շարժումն առաջին անգամ պայքարի կոչ կանի հուլիսի 18-ին օրինաց երկիր կուսակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ։ Այստեղ նրանք կփորձեն քայլեր ձեռնարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությանը, Թումանյանը հնի եւ նորի միջև տարբերություն չի նկատում։ Ինքը իր առջև դրել է պլան, որ 60,000 ժողովուրդ ջան, մենք դա ձեզ հասցնելու ենք 3 տարվա ընթացքում։ Ընդհանրապես չի, հետո Տիգրան Սարգսյանի կառավարության 90%-ը այստեղ է։ Ընդվզում շարժման հիմնադիրը վստահեցնում է, որ իրենք լինելու են անհանդուրժող, քանի որ Հայաստանն աստիճանաբար կործանվում է հանդուրժողականության հետևանքով։ Սյուզի Ասատրյան, Դավիթ Ավետիսյան, Երևան լրատու։ Այսօր Երևանում տեղի ունեցել ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կիսանդրու բացումը բացմանը ներկա են եղել վարչական շրջանների ղեկավարները, բարեկամները եւ ընկերները։ Կիսանդրու քանդակագործն է Հայկ Թոքմանջյանը։ Մանրամասները տեսանյութում։ Նոր կյանքով լի, սիրելի, դու չկնար, լուսազար, անկախ Հայաստան։ Այսօր Շենգավիթ համայնքի Շիրակի 14-րդ եւ 16-րդ շենքերի բակային այգում հանդիսավոր բացվեց Հայաստանի Հանրապետության ազգային հերոս անկախության բանակի հիմնադիր, ԱԻՄ համահիմնադիր Մովսես Գորգիսյանի կիսանդրին։ Քանդակագործը Հայկ Թոքմաջյանն է։ Արարողությանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական շրջանների ղեկավարները։ Կրթությամբ ռեժիսոր, կոչմամբ հերոս Մովսես Գորգիսյանը ակտիվ է եղել երկրի թե հասարակական, քաղաքական, թե մշակութային կյանքում։ Երկիրս տեսնեմ, երջանիկ միայն։ Թող որ հավիտյան քնած ես մնամ, երկիրս տեսնեմ երջանիկ միայն։ Այս երգի հեղինակը Մովսեսն է։ Նրա առաջին մարտը վերջինը եղավ 1990 թվականի հունվարի 19-ին, Գորգիսյանը Երասխավանում զոհվեց։ Հերոսի կինը Տիկին Ռոզանը չի ուզում տրվել հիշողություններին։ Գորգիսյանը կա ու ապրում է, քանի կանք մենք։ Մովսեսն իր մեջ ներառում է հայոց ազգային ազատագրական շարժման բոլոր նվիրյալ հայորդիներին, բոլոր այն հայորդիներին, ովքեր խորհրդային բանտերում եւ աքսորներում անցկացրեցին, նաեւ նրանց, ովքեր այդ զնդաներում նահատակվեցին։ Պատմությունն ունենում է անհատներ, որոնք բացառիկ են լինում, որոնք իրենց ետևից տանում են, որոնք լինում են ազգի հավաքական կերպարը, եւ այս պարագայում ես որպես ժամանակակից այդպիսին եմ գնահատում Մովսեսին։ Գորգիսյանի մասին պատմելու, անցածը վերհիշելու եւ նրա ներկայությունը եւս մեկ անգամ զգալու հրաշալի առիթ է ընկերների համար։ Մովսես Գորգիսյանի հետ մենք ծանոթացել ենք, երբ որ նկարում էինք Ոսկի եւ հողը։ Ու մենք ընկերներ ենք եղել, մինչեւ օրս մենք ընկերներ ենք։ Ոսկի ինձ համար Մոսոն չի մահացել։ Հեղափոխական էր։ Մշակույթի տունը լավագույնն էր, ինքը դարձրեց լավագույնների լավագույնը։ Բացեց դիսկոթեկը առաջինը քաղաքում։ Պահպանում ենք եւ պահում ենք այդ հիշատակը
եւ շատ ուրախ ենք այսօրվա այս կոթողի բացման արարողությամբ։ Կեցե այն Հայաստանը, որը վաղն է գալու։ Սա Մովսես Գեորգիսյանի այլևս թևավոր խոսք դարձած մտքերից է։ Իրական մեծությունները ոչ թե քննադատում, այլ հավատում են մատաղ սերնդին, թեև երբեմն երիտասարդներն են զբաղվում ինքնակննադատությամբ։ Սա այն Հայաստանը չէ, որ բոլորս երազել ենք, երազում ենք դեռևս, որովհետև գիտեք, վաղվա Հայաստանի սպասելիքները միշտ ավելին են, քան այսօր կա։ Եվ մի օր մենք հպարտությամբ, գոնե իմ զավակներ, ես վստահ եմ, հուսով եմ, հպարտությամբ կգոչեն Կեցե այն Հայաստանը, որ արդեն եկել է։ Նոր սերնդի մեջ հայրենասիրությունն ամրապնդելու եւ Մովսես Գեորգիսյանի հիշատակը հավերժ վառ պահելու համար հերոսի անունը կրող թիվ 158 միջնակարգ դպրոցում մինչ տարեվերջ կբացվի Մովսես Գեորգիսյանի փոքրիկ թանգարանը։ Թանգարանի միակ մշտական այցելուն առայժմ հերոսի թոռն է, փոքրիկ Մովսեսը։ Տեսախցիկի առաջ խոսելը ամաչում է, բայց որոշել է, որ մեծանա պապի գործն է շարունակելու, ռոբոտ զինվոր է պատրաստելու, որ պատերազմում մարդկային զոհեր չլինեն։ Գոհար Պետրոսյան, Դավիթ Ավետիսյան, Երևան լրատու։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնում է Միացյալ Նահանգներ համանախագահների հետ հանդիպելու համար։ Այս մասին Ուորլիքը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Այսօր մեկնում են Վաշինգտոն ԵԱՀԿ համանախագահների հետ հանդիպելու եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հետագա քայլերը քննարկելու համար։ Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում, գրել է նա։ Թափառող եւ անօթևան մարդկանց կարելի է հանդիպել ցանկացած քայլափոխի։ Նման ճակատագրի է արժանացել նաեւ 20-ամյա Դավիթը, ով 12 տարեկանից ապրում է առանց տանիքի։ Երևան լրատուն փորձել է գնալ ու պարզաբանել, թե ինչպես է Դավիթն ապրում եւ օրվա ապրուստ հայթայթում։ Գրեթե ամեն օր Սուբ Զորավար եկեղեցում Աստծուց խնդրում է, որ ոչ մի մարդ իր կարգավիճակում չհայտնվի։ Սա Դավիթն է, 20-ամյա մի երիտասարդ, ով արդեն 8 տարի ապրում է դրսում, շների հարևանությամբ։ 12 տարեկան էր, երբ միակ հարազատը տատիկը մահացավ։ Լաց էի լինում, չէի էլ մտածում, որ ամբողջովին որբ եմ մնացել։ Նշում է Դավիթը ու պատմում, որ տատիկի թոշակով ապրում էին, անգամ կարողանում էր իր համար հագուստ գնել։ Հա, շամբանի մեջ եմ քնում մի հատ, էսա ես որ գնանք ցույց կտամ։ Ու ով ինչ տալիս է, ուտում եմ, չեն տալի, չեմ ուտում։ Քիչ, այդքան շատ չեն տալի, 20 դրամ անոսներ, 10 դրամ անոսներ։ Ով ինչքան կարում է, էլի ես բան չեմ ասում, Աստծուց շնորհակալ եմ, ինձ ինչքան կարում է, պահում է։ Տղան չունի անձնագիր, այդ պատճառով չի կարողանում անգամ բանվորի աշխատանք գտնել։ Պատմում է, երբ տատիկը մահացավ, իրենը հանրակացարանից հանեցին, քանի որ շենքը պետք է քանդվեր։ 12-ամյա տղան այս մեծ աշխարհում մնաց ամբողջովին մենակ։ Առաջին քայլը, որ արեց, բարձրացավ շենքի տանիք, որն էլ հետագայում իր համար դարձավ կացարան։ Սակայն զարմանալի է, թե ինչպես կարող է պատանին դիմանալ ձմռան ցրտին։ Դավիթը պատվեց, որ շենքի տղաներն իրեն հագուստով օգնում են։ Ձմռան հագուստ եւս ունեցել է, սակայն երբ տանիքից իրեն վռնդեցին ու դուռը կողպեցին, իր հագուստները մնացին տանիքում։ Բուդկա Մոսկվիչի մեջ էլ եմ մնացել, կրիշներում եմ մնացել, հետո հանել եմ։ Տեղ կար արդեն թազա այդ զամոկ էին դնում դռների վրա, ինձ հանեցին։ Շատ տեղեր, որտեղ քանդած տեղեր կան, գնացել եմ։ Այն կաշկա քշելու համար էլ չեն ընդունել։ Ասել են պետք չի կա։ Կամ ասել են համար թող կզանգենք, բայց չունեմ։ Նման մարդկանց կողքին շատ անգամ ամաչում ես նրա համար, որ չես գնահատում քո ունեցածը, իսկ ավելի ամոթալի է այն, որ տղան եկեղեցում աղոթում է մեզ համար, որպեսզի չհայտնվենք իր կարգավիճակում։ Մի բան էլ է բարձրալից խնդրել խելք, որ կարողանա դուրս գալ այս դժվարին իրավիճակից։ Տիկին Նարինեն տղային գրեթե ամեն օր հանդիպում է եկեղեցում գումար մուրալից, որոշել է հավաքել բարի մարդկանց եւ հնարավորինս օգնել Դավիթին։ Տղան ապրում է այստեղ, բրենդային խանութի աստիճանների տակ։ Ասում է, այստեղ շներ են ապրել, իսկ այժմ տեղը զիջել են իրեն։
Դավիթը վաղ առավոտից ոչինչ չէր կերել, հավաքվել էր ընդամենը 140 դրամ։ Այսպես ասած, տղայի օրգանիզմն արդեն կոփվել է, սովինել է դիմանում, սակայն անգամ առաջին հայացքից պարզ է դառնում, որ 20-ամյա Դավիթի առողջականը լավ չէ, շուտ է հոգնում, ասաց, որ թոքերի հատվածը եւս ցավում է։ Մեծ ոգևորությամբ մտնում է իր անկողինը, ուտում գթասիրտ մարդկանց կողմից տված հաց ու պանիրը եւ քնում, իսկ ահա Դավիթի ճակատագրով անհանգիստ մարդիկ, ովքեր թվով 3-ն են, որոշել են այս շաբաթ նրան կլողացնեն ու անպայման կկնքեն։ Սյուզի Ասատրյան, Նարեկ Բարսեղյան, Երևան լրատու։ Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները քննարկել են արևելյան Ուկրաինայի իրավիճակը եւ որոշել ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումները։ Քննարկումը տեղի ունեցել հուլիսի 7-ին Բրյուսելի նիստի շրջանակներում։ Հուլիսի 9-ին ներկայացուցիչները կքննարկեն որոշակի անձանց ցուցակ, որոնց մուտքը հնարավոր է արգելվի Եվրամիության տարածք։ Վերջնական որոշումը կընդունվի Եվրամիության նախարարների խորհրդի կողմից։ Տվյալ պահին Եվրամիության պատժամիջոցների շրջանակներում ընդհանուր առմամբ Ռուսաստանի 61 քաղաքացի է հայտնվել։ Միջազգային անցուդարձից ստացվող այլ տեղեկատվության ծանոթացեք Հերմինե Սարգսյանի մեկնաբանությամբ։